Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևորագույն հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգերին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը, որ պատրաստել էր ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, պատրաստ է։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախորդին հանդես է եկել հարցազրույցով եւ որոշ կարևոր պարզաբանումներ եւ ակնարկներ արել պատերազմում պարտության պատճառների մասին, որոնք լուրջ հետևությունների, եզրահանգումների եւ կարևոր որոշումների անհրաժեշտության եւ հրամայականի առաջ են կանգնեցրել մեզ։ 44-օրյա պատերազմի մասին զեկույցը մեր համոզմամբ միայն անցյալի սխալների արձանագրում չպետք է լինի։ Դա մեր պետականության գոյության համար գոյաբանական փաստաթուղթ է իր ամբողջության մեջ, որի յուրաքանչյուր տողը ըստ էության բացահայտում է ոչ միայն այդ սոսկալի պատերազմում պարտության պատճառները, այլև պետական մտածողության, արտաքին քաղաքականության, անվտանգության համակարգի անընդունելի մաշվածությունը։ Այս զեկույցն ինքնին պարզ ու անողոք կերպով ցույց է տալիս, բացահայտում է, որ մեզ հետ պատահած պարտությունը չէր սկսվել ամենևին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այն սկսվել էր շատ ավելի վաղ, տարիներ առաջ, դավաճանության, ներսից փտած եւ անկարող կառավարման ինստիտուցիոնալ ըստ էության գոյություն չունեցող հիմքերի վրա, որտեղ բանակը վերածվել էր այդ կոռուպցիոն շղթայի, կոռուպցիոն ցանցի եւ պետական ռեսուրսները մսխող մեծ մեքենայի, որտեղ չկար ռազմավարական միտք, կարևոր ստրատեգիական նպատակներ, իսկ դաշնակիցների անվան տակ Հայաստանին մատուցվել էր մոլորեցնող, հաշվարկված եւ մահաբեր կեղծ պատկեր, կեղծ տեղեկություններ։ Հենց այստեղ է ընկած ճակատագրական հետևությունը։ Այս պատերազմում Հայաստանը պարտվեց ոչ միայն թշնամու գերազանցության պատճառով, այլև որովհետև պետությունը գործեց փակ աչքերով, առանց իրական հետախուզական տվյալների, առանց արդիական, առանց ժամանակակից կառավարման եւ առանց ռազմավարական, ստրատեգիական ինքնուրույնության։ Այս ամենից բխում է այն գլխավոր դասը, որը պետք է դառնա մեր պետականության ուղենիշը, մեր պետականության եւ մեր կյանքի, մեր ռազմաքաղաքական ամբողջ միջավայրի ուղեցույցը։ Հայաստանը չի կարող գոյատևել հին համակարգերի մեջ եւ հին դաշնակիցների հետ եւ մնալ նրանց հույսին։ Այն պետությունը, որը մեկ անգամ արդեն խաբվել է մոլորեցնող դաշնակցային այսպես կոչված աջակցության խոստումներով, իրավունք չունի նույն ջուրը մտնելու եւ նույն սխալը կրկնելու։ Ռուսաստանը, որը տարիներ շարունակ հանդես էր գալիս որպես ռազմաքաղաքական, այսպես կոչված ստրատեգիական դաշնակից, անվտանգության երաշխավոր, իրականում ոչ միայն չկատարեց իր հիմնական անվտանգության երաշխավորի դաշնակցի պարտավորությունները, այլ ստեղծեց կախվածության մի ծուղակ, մի թակարդ, որտեղ մեր պաշտպանունակությունը, մեր դիմադրողունակությունը, մեր դիմակայության պոտենցիալը վերածվեց պատրանքի, վերածվեց
չգոյության։ Հենց այս զեկույցից հետո ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հետ նախկին հարաբերություններին վերադառնալն այլևս ոչ միայն հնարավոր չէ, այլև վտանգավոր։ Այդ հարաբերությունները պետք է վերաֆորմատավորվեն, պետք է դրանց նոր բնույթ, նոր բովանդակություն հաղորդվեն եւ պետք է հստակ սահմանվեն հարաբերությունների շրջանակը, փոխադարձ հաշվետվողականությամբ եւ առանց որևէ այսպես առանձնաշնորհյալ իրավունքների մեր անվտանգության եւ մեր արտաքին քաղաքականության վրա։ Ինչն ուներ Ռուսաստանը եւ ինչի արդյունքում մենք 5 տարի առաջ ըստ էության առերեսվեցինք այդ արհավիրքին, պատերազմի արհավիրքին։ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է հիմնովին վերակառուցվի, որովհետև մենք այլևս չենք կարող թույլ տալ մեզ ունենալ մի բանակ, մի պաշտպանական համակարգ, որը կառուցված է բացառապես քաղաքական հավատարմության երթվյալների վրա։ Չենք կարող ունենալ մի բանակ, որը չունի ժամանակակից հետախուզական կարողություններ եւ գործում է 20-րդ դարի կեսերի տրամաբանությամբ։ Հայաստանը պետք է կառուցի ամբողջությամբ նոր բանակ, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող բանակ, իր ինստիտուցիոնալ կարողություններով, իր մտածողությամբ, իր տեխնոլոգիական հնարավորություններով եւ զենքերով, իր հրամանատարական մեխանիզմներով, կապի հակաօդային պաշտպանության, հետախուզության եւ ավտոմատ կառավարման համակարգերով։ Սա ոչ թե ցանկության, ոչ թե կամքի հարց է, այլ մեր բոլորի գոյության եւ այս փոփոխությունը այսպես կոչված հապկ թեև ոչ լիարժեք անդամ մնալով, սառեցված անդամ մնալով, դե յուրե անդամ մնալով, պարզապես անհնար է անել։ Հապկը Ռուսաստանի առաջնորդած այս ռազմաքաղաքական դաշինքը ապացուցեց իր անգործությունը եւ իր անդամների իրական նպատակը։ Մենք դա տեսանք 20 թվականին, մենք դա տեսանք 22 թվականին, մենք դա տեսանք 23 թվականին։ Ուստի այդ կառույցից դուրս գալը պետք է դառնա այս զեկույցից հետո 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս զեկույցից հետո Հայաստանի անվտանգության ռազմավարության առանցքային կետը։ Նույն տրամաբանությամբ Հայաստանը պետք է հրաժարվի նաև ԵԱՏՄ-ի շրջանակում ձևավորված տնտեսական կախվածությունից։ Այդ կախվածությունը խեղդում է մեր անկախ տնտեսական զարգացումը եւ խոչընդոտում իրական դաշնակիցների, իրական մեր աշխարհում մեր գործընկերների հետ առաջ գնալու, իրական ստրատեգիական նախագծեր իրացնելու եւ ինտեգրվելու այնպիսի միությունների մեջ, որոնք Հայաստանի ուժը կավելացնեն անգամներով եւ Հայաստանն էլ ի վիճակի կլինի այդ ուժի արդյունքում ստացված եկամուտները ծախսել իր պաշտպանության վրա։ Հայաստանում գործող ռուսական ռազմաբազան, որը այսօր ոչ թե Հայաստանի անվտանգության հարցերով է զբաղված եւ այսպես կոչված Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկն է։ Մեր պատկերացմամբ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման խորհրդանիշն է այդ ռազմաբազան, եւ որը այս զեկույցից հետո պետք է դուրս բերվի մեր երկրի տարածքից։ Եվ սա ոչ թե հակառուսականություն է, ոչ թե արևմտամետություն է, այլ պետական ինքնիշխանության վերականգնման եզակի քայլերից մեկը։
Միայն այդպիսով Հայաստանը կկարողանա ձևավորել այնպիսի պաշտպանական եւ արտաքին քաղաքականություն, որը կծառայի բացառապես մեր երկրի Հայաստանի ազգային շահերին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող այս զեկույցը պետք է դառնա ամենօրյա մեր աշխատանքը, մեր ուշադրությունը պահանջող ուրեմն եւ մեր աշխատանքը կազմակերպող առաջնահերթ ուղեցույց, ոչ թե պահարաններում փոշոտվող փաստաթուղթ։ Սա պիտի լինի մեր պետության ռազմավարության հիմքը։ Դրա յուրաքանչյուր տողը պարտավորեցնում է մեզ վերանայել ամեն ինչ արտաքին քաղաքական ուղեգծից մինչև բանակաշինություն, հետախուզական համակարգից մինչև դաշնակցային հարաբերություններ եւ իրական գործընկերների հետ ձևավորվող քաղաքականությունը։ Հայաստանը պետք է դադարի լինել օբյեկտ եւ դառնա սուբյեկտ հստակ նպատակներով, հաշվարկված քայլերով եւ գործողություններով ու իր անկախ ինքնիշխան որոշումներով։ Մենք պարտավոր ենք դաշնակիցներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք իրական են, հիմնված արժեքների, հիմնված մեր նպատակների եւ տեխնոլոգիական եւ անվտանգային մակարդակով համարժեք մեր պետական շահերին։ Եվ ամենակարևորը, մենք պարտավոր ենք հրաժարվել այն տրամաբանությունից, որը մեզ հասցրեց 2020 թվականի արհավիրքին, 2020 թվականի աղետին։ Այլևս ոչ մի դավաճանություն, ոչ մի մոլորեցում, ոչ մի կեղծ դաշինք չպետք է որոշի Հայաստանի ճակատագիրը։ Սա է 44-օրյա պատերազմի գլխավոր դասը եւ սա է այն ուղին, որով մենք պետք է առաջնորդվենք, պաշտպանելու համար մեր պետականությունը, մեր անվտանգությունը եւ մեր բոլորի